հեռուստադիտող, եթերում է Իրավունք TV-ն։ Եվ այսօրվա մեր հյուրն է տարածաշրջանագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, Արմեն Պետրոսյան, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, ճիշտ ասած, կցանկանայի սկսենք միանգամից հենց տարածաշրջանում կատարվող վերջին փոփոխություններից, կարծես թե նոր քաղաքական իրավիճակ է ձևավորվում։ Այս ամենը ինչպիսի անդրադարձ է ունենում Հայաստանի վրա։ Ինչ դեր ունի Հայաստանը այս գործընթացում։ Նկատի ունեք մերձարևելքում ընթացող process-ները, այսինքն ավելի շատ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ավելի շատ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Իսրայելի, Ադրբեջանի, Թուրքիայի հարաբերությունների փոփոխման հետ կապված։ Շատ լավ, ընդհանուր առմամբ եթե բաժանենք խնդիրները, մի քանի առանձին հիմնախնդիրներ եւ հակամարտություններ պետք է առանձին քննարկենք եւ հետադարձ արդեն վերլուծությամբ էլ փորձենք պրոյեկտել դրանց ազդեցությունը Հայաստանի եւ ընդհանրապես նաեւ Հարավային Կովկասի վրա։ Սկսենք Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ակտիվացած հակամարտությամբ, այսինքն սա խոսում է այն մասին, որ ապրիլի կեսերին ձեռք բերված հրադադարի ռեժիմը փաստացի այլևս չի աշխատում, ունեն կառավարելի հակամարտություն երկու երկրների միջև, պարզապես տարբերությունն այն է, որ եթե մինչև այս, այսինքն փետրվարի վերջին մեկնարկած պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը միասին էին գործում, հիմա կոնֆլիկտը միայն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև է եւ Իրանի պատասխանն էլ միայն հարևան արաբական երկրներում Միացյալ Նահանգների ուրեմն ռազմական բազաների եւ օբյեկտների դեմ է։ Այստեղ շատ կարևոր հանգամանք պետք է նշել, ներկա էսկալացիայի հիմնական պատճառը Հորմուզի նեղուցի խնդիրն է, որովհետեւ պատերազմի արդյունքում Իրանը շատ արդյունավետ կերպով օգտագործեց նեղուցով նավագնացության խնդիրը, որպես զենք Միացյալ Նահանգների վրա ազդելու եւ ներկայում այդ ձեռքբերումը փորձում է առարկայացնել ավելի, շոշափելի դարձնել եւ փաստացի ֆիքսել ուրեմն միջազգայինորեն որոշակի իրավասություններ նեղուցի նկատմամբ։ Մինչև պատերազմը նեղուցով, որտեվ Հորմուզի նեղուցի մի ափին Իրանն է, մեկ այլ ափին Օմանն է։ Նեղուցով եղել է ազատ նավագնացություն եւ որևէ խնդիր չի եղել եւ որևէ պետություն էլ առավել լայն իրավասություն այս երթուղու վրա չի ունեցել։ Հիմա այս հակամարտությունից հետո Իրանը փորձում է ուրեմն կոնկրետ ազդեցություն ունենալ այստեղ նավագնացության, չի բացառում նաեւ ինչ որ փուլում նաև որոշակի մաքսատուրքեր սահմանել այս երթուղու վրա։ Ինչը Միացյալ Նահանգները փորձում է ամեն կերպ բացառել։ Միացյալ Նահանգների նպատակն է Հորմուզի նեղուցը բերել այն կարգավիճակին, որը կար մինչև պատերազմը։ Կողմերը չեն գալիս փոխհամաձայնության, եւ դա է պատճառը, որ ներկայում ակտիվացել է հակամարտությունը։ Իրանը վերջին 3-4 օրերի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տարբեր գործողությունների հետևանքով կրած վնասների պատճառով, ընդ որում դրանք հիմնականում ուրեմն ծովային հատվածում են նավթի արդյունահանմամբ հայտնի քիչ կղզիներ եւ ուրեմն խոշորագույն նավահանգիստները, Բանդար-Աբասը եւ ուրեմն Չաբահարը, որոնք շատ կարեւոր են Իրանի արտաքին ուրեմն առևտրի համար եւ ներկայում դրան ի պատասխան Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ի պատասխան դրա Միացյալ Նահանգները կրկնակի շրջափակման մեջ է վերցրել նեղուցը, այսինքն թույլ չի տալիս, որպեսզի նաև իրանական եւ նաև Իրանի թույլատրած բեռնանավերը եւս հատեն այդ նեղուցով, այդ տեղաշարժը։ Այստեղ է հիմնական խնդիրը։ Ես եթե ավելի լայն իմաստով ենք փորձում վերլուծել իրավիճակը, սա կոնկրետ խոսում այն մասին, որ հաստատի Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները այն կարգավորման հույսը, որ կար
եւ հունիսի 19-ին ուրեմն Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադի այդ հուշագիրը, որը ստորագրվել էր եւ հույս էր տալիս, որ կողմերը կարող են գնալ կարգավորան, փաստացի այդ հուշագիրը չի աշխատում եւ դատելով ռազմական գործողությունների ինտենսիվությունից չի բացառում, որ ինչ-որ փուլի դրանք դարձյալ վերադառնան ակտիվ պատերազմի շրջափուլի։ Իսկ սա նշանակում է, որ տարածաշրջանում կրկին բավականաչափ անկայուն տևական անկայուն իրավիճակի ականատես ենք լինելու, որը տարածվելու է, հնարավոր է տարածվի, եթե իհարկե պատերազմական իրավիճակը վերականգնվի նաև հարևան արաբական երկրների վրա, ինչպես պատերազմի ընթացքում չի բացառում, որ դրան միջամտի նաև Իսրայելը։ Այսինքն չի բացառվում, որ եթե կողմերը այս բան չգան հանգուցալուծման, իսկ դրա հավանականությունը բավականաչափ փոքր է, մենք կրկին կարող ենք ականատես լինել այն իրավիճակին, որը կար շուրջ 40 օր, ուրեմն Միացյալ Նահանգների Իսրայել ընդդեմ Իրանի պատերազմի ընթացքում, եւ եթե այս իրավիճակը ուղիղ պրոյեկտ ենք մեր տարածաշրջանում, բնականաբար Հայաստան դարձյալ բախվել է նույն այն խնդիրներին, որոնք կային այդ պատերազմի ընթացքում։ Առաջին հիմնական խնդիրը բնականաբար դա լոգիստիկ խնդիրներ, որ Իրանի տարածքով բեռնափոխադրումների process-ը էական խոչընդոտ էր բախվել, առևտրաշրջանառությունը թե Իրան, Հայաստան եւ թե Իրանի տարածքով տարբեր գործընկերներ, հատկապես Պարսից ծոցի-արաբական երկրների հետ էականորեն նվազել էր, այդ նույն ծովային ճանապարհով նաեւ Հնդկաստանի հետ մենք ունենք որոշակի կապեր, դա եւս նվազել է, այո, այսինքն այս ուղիղ ազդեցություն է լինելու։ Սա այսպես շոշափելի գետնի վրա իրավիճակի մասով, իսկ քաղաքական առով բնականաբար քանի որ երկու դերակատարներն են մեզ համար շատ կարևոր են, թե Իրանը եւ թե Միացյալ Նահանգները, մանավանդ այն նուրբ ժամանակահատվածում, երբ որ օրակարգում է Հայաստանի TRIP նախագծի իրականացումը, այստեղ բնականաբար այս մասով եւս ճիշտ է ուղիղ ազդեցություն այս բանը չի կարող ունենալ այս հակամարտությունը, բայց այն մթնոլորտը, որ ձևավորում է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, դա առնվազն դրականորեն չի նպաստում, որպեսզի այս նախագիծը ավելի ուրեմն արագ ընթանա, հակառակը կողքից հատկապես քաղաքական եւ քարոզչական մակարդակներում առաջացնում է խնդիրներ։ Սա մի հակամարտության մասով, դրան զուգահեռ իհարկե կա Իսրայել-Լիբանան հակամարտությունը, Իսրայելի գործողությունները Լիբանանում, Հիզբալլահի դեմ, որը եւս խոչընդոտում է, որպես Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ այս հրադադարը կանա գործընթացը առաջ մղվի, որտեղ իրանական կողմը որպես հիմնական պայման դնում էր հրադադարի, նաև Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը, եւ քանի որ Իսրայելի շահերից չի բխում, որպեսզի այս հակամարտությունը ընդհատվի, դադարեցվի, բնականաբար ամեն կերպ նրանք փորձում են խոչընդոտել անընդհատ ինտենսիվ ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանում։ Հասկացած ես։ Եվ այստեղ կարող մի քանի հարց եք տվել, կուզեք ես առաջարկեմ, հետո դուք հարցադրեք։ Դուք նշեցիք նաև Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան, այո, հարաբերություն։ Այստեղ ավելի շատ երևի թե պետք է խոսել Թուրքիայի ակտիվ ուրեմն ներգրավմամբ տարածաշրջանային գործընթացներին եւ ընդդեմ Իսրայելի հատկապես, որտեղ Թուրքիան այն հիմնական դերակատարներից է, որը սկսած 2023 թվականից, երբ որ Իսրայելը սկսեց ակտիվ գործողությունները տարածաշրջանում, Գազայի հատվածում, հետո Լիբանանում, Սիրիայում, նաև Իրանի դեմ, Թուրքիան Իսրայելի իշխանություններին ամենահաճախը քննադատող երկրներից էր եւ հիմա էլ նրանց միջև առնվազն քաղաքական, ռետորաբանական մակարդակում իրավիճակը բավականաչափ լարված է եւ դա էլ իր ուղիղ ազդեցությունն է ունենում Թուրքիա-Իսրայելի հարաբերությունների վրա եւ որոշակի կերպով նաեւ Ադրբեջան-Իսրայելի հարաբերությունների վրա, որտեղ Ադրբեջանը այն դերակատարն է, որը շատ կարևոր հարաբերություններ ունի, ռազմավարական նշանակության հարաբերություններ ունի թե Թուրքիայի հետ եւ թե Իսրայելի հետ եւ շատ հաճախ թուրքական կողմից գուցե հասարակական մակարդակում, քարոզչական մակարդակում հաճախ է բարձրացում Ադրբեջանի այս ոչ միանշանակ դերակատարման խնդիրը եւ Ադրբեջանից պահանջում է ավելի ընդգծված պրոթուրքական դիրքորոշում, ինչպես օրինակ
ինչպիսի դիրքորոշում Թուրքիան ունեցավ օրինակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում միանշանակ կերպով աջակցելով Ադրբեջանը, այսինքն այս խնդիրը եւս մենք ունենք։ Բայց այս ամբողջը բնականաբար ուղիղ կերպով նաև ազդում է Հայաստանի վրա այն առումով, որ մենք օրինակ մի օրինակ կարող եմ բերել վերջին շրջանում ականատեսանք Իսրայելում Հայաստան ճանաչման գործընթացի ակտիվացման, երբ որ կառավարության մակարդակով ճանաչվեց, բայց հետո Իսրայելի որպեսզի ճանաչումը ամբողջական դառնար, Իսրայելի խորհրդանում այդպես էլ այդ ճանաչումը օրինագծի տեսքով քվեարկության չդրվեց։ Դա քաղաքական բնույթ էր ավելի շատ կրում։ Դա կրում էր քաղաքական եւ իհարկե Իսրայելի պարագայում ռազմավարական բնույթ, այսինքն իրենք Թուրքիայի հետ հարաբերությունները Թուրքիայի հետ ոչ այնքան Թուրքիայի հետ, ավելի շատ կարծում երևի թե երկու ես միշտ Իսրայելի ճանաչման հարցում երկու հիմնական խնդիր եմ տեսել, որտեղ Թուրքիայի հետ հարաբերությունները այսպես թե այնպես լարված են, այսինքն լուրջ լարվածության, այստեղ հիմնական խնդիրը Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն են եւ հոլոկոստի բացառիկությանը չվնասելու ձգտումը։ Այս երկու պատճառներն են եղել, որոնք միշտ հիմնականում խոչընդոտում են, որպեսզի Իսրայելը ճանաչի։ Այս երկու խնդիրներն էլ կան, այսինքն մի կողմից իրենք քարոզչական առումով այո պատասխանեցին Թուրքիային այդ լարված շրջափուլում, կառավարությունը ճանաչեց, բայց դա վերջնական ճանաչում չէ, կարող է վաղը լինել նոր կառավարություն, որը կհրաժարվի այդ ճանաչումից։ Բայց եթե ինքը օրենքի տեսքով ընդունվեր այդ բանաձևը, այդ ժամանակ արդեն դառնում էր Իսրայելի համար արդեն ուրեմն օրենքի տեսքով փաստաթուղթ եւ դա ուրեմն բնականաբար անհերքելի էր դառնալու որևէ կառավարության կողմից։ Իսկ մինչ այդ գործընթացը օրինակ Իսրայելի արտգործնախարարի հեռախոսազրույցը, որ կապ էր հաստատվել Բաքվի հետ, դա կապ ունեցել է արդյոք հենց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ ու ընդհանուր Հայաստանի արձագանքին էլ կցանկանայի անդրադառնալ, որովհետև իրականում Հայաստանի կողմից արձագանքը ոչ այնքան ակտիվ էր, այսպես կարող ենք ասել, որքան օրինակ տեսանք Թուրքիայի եւ Ադրբեջանի արձագանքները տվյալ հարցին։ Դե նախ եթե սկսենք վերջին Հայաստանի արձագանքը իմ կարծիքով բավականաչափ adekvat արձագանք է, ինչու, որովհետև շատ բարձ, ինչպես ականատես եղանք, հերթական անգամ շատ նեղ, տգեղ, քարոզչական քաղաքական նպատակներով օգտագործեց մեր ժողովրդի ազգային աղետը։ Եթե ամբողջական ճանաչում լիներ, այսինքն ի սկզբանե էլ երբ որ այս process-ը սկսվեց, ես իմ բոլոր վերլուծություններում շատ չնչին հնարավորություն եմ տեսել, որ Իսրայելը վերջնականապես ճանաչի։ Այսինքն հետեւաբար որևէ կերպ բնականաբար բացի իհարկե կարծիքները մեր դաշտում մի քիչ տարբեր են, բայց բացի Իսրայելի կողմից այս տգեղ քաղաքականությունը քննադատելը որևէ արձագանք չպետք է լիներ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի արձագանքը բավականաչափ զուսպ որ եղավ, դա մի բան էլ մեղմ էր, հերթական անգամ մեր ազգային աղետը։ Ես որ ասեմ դες 7-8 օրինակ կարող եմ նշել 2010-ական թվականներից, երբ որ Թուրքիայի հետ հարաբերությունները սրվել են, նրանք անընդհատ այսպես կիսակայլերով բերել են օրակարգ, հետո հրաժարվել են։ Այսինքն քարոզչական ինչ-որ փուլում ակտիվացրել են խնդիրը, հետո նորից տարել են զինանոց։ Եթե իրենք ճանաչեն, այսինքն այլևս այդ գործիքը, այդ զենքը ինքը հետագայի համար կիրառելի չի լինի։ Իսկ եթե ամեն անգամ հանեն քարոզչական առումով օգտագործեն, կիսաճանաչում ապահովեն, նորից հետ տանեն իրենց ուրեմն պահեստային այսպես զինանոցում պահպանեն, դա ավելի կիրառելի է։ Այսինքն սա խոսում է անբարոյական քաղաքական գործողությունների մասին, որին մենք ականատես ենք մի քանի անգամ Իսրայելի կողմից։ Իսկ այս մակարդակում բնականաբար որևէ կերպով արձագանքել Իսրայելի գործողություններին, ես կարծում եմ անգամ կրկնում եմ Հայաստանի արձագանքը բավականաչափ մեղմ է, դա պարզ է։ Միջպետական մակարդակում պետք է չի շատ ավելի սուր մոտեցում, բայց գոնե փորձագիտական մամուլի մակարդակում կարծեմ պետք է ավելի սուր ու կտրուկ լինի։ Անկամ այսպես ասեմ, նաև Իսրայելահայ համայնքի մակարդակում պետք է շատ ավելի կտրուկ դիրքորոշում արտահայտի, որ այն թույլատրել է պարզապես ամեն անգամ այսպես օգտագործել մեր ազգային աղետը եւ հետո երբ անհրաժեշտ լինի հրաժարվել մոռանալ։ Իսկ արդեն Ադրբեջանի արտգործնախարարը
հերախոսազրույցը հերթական անգամ ակնհայտ կերպով խոսում որ Իսրայելի համար կարևոր է ոչ թե Թուրքիան, ոչ թե Հայաստանը, ոչ թե հայ համայնքը, Իսրայելը հայ համայնքը, այլ Ադրբեջանի դիրքորոշումը, այո, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները որևէ կերպ չազդեն։ Էսա Իսրայելի հետ։ Դրա համար ես չգիտեմ, մեր դաշտում այդ ուրեմն տարբեր գնահատականները, որ Հայաստանի արձագանք չկար, թույլ էր եւ այլն, ես կարծեմ ամեն անգամ արձագանքելը Իսրայելի նման կիսաքայլերին, դա պարզապես այսպես նսեմացնում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական մոտեցումը այս հարցում, ընդհանրապես հայ ժողովրդի ազգային աղետի նկատմամբ Իսրայելի ուրեմն այս քաղաքականության, այնպես որ կարծում որ մինչև այս եղած արձագանքները բավականաչափ օբյեկտիվ, եթե լինի վերջնական ճանաչում, ես ինքս կոչ կանեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ արտգործնախարարությանը, որպեսզի ինչ որ կերպ արձագանք լինի, բայց դա չկա, եւ եթե լինի, ինքը շատ կարևոր կլինի, որտեղ Իսրայելի ճանաչումը շատ կարևոր է, եւ Իսրայելի լոբիստական խմբերով անընդհատ կարող է ավելի առաջ մղել եւ օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման հարց արդեն հողում անելով Կնեսետի բանաձևին, տարբեր ձևաչափերում, ուրեմն այս խնդիրը գոնե Սփյուռքի համար օրակարգում պահելու։ Հասկացած ես, շնորհակալ եմ այսպիսի լայնածավալ եւ հստակեցնող պատասխանի համար, իրականում վստահեցնում եմ մեզ դիտողներից էլ շատերին, այսպես ասած, պարզաբանում տվեցիք դուք էլ, ու նաեւ կցանկանայի այս մի кейսին անդրադառնանք փոքրիկ, թրիփի հետ կապված նախաձեռնությունը իրականում sense միշտ ակտուալ է, հա, ինչ կա նախաձեռնությունը, անընդհատ ակտուալ է ու կուզենայի հենց ձեր գնահատականներ լսեի, թե ինչպես է կարող ազդել այն Հայաստանի վրա, Հայաստանը ավելի շատ կշահի, թե հնարավոր ավելի շատ զիջի եւ այլն ու հիմնական նախագծի հնարավորություններին ու վտանգներին անդրադառնանք, այսինքն երկու կողմից էլ դիտարկենք, էլի փոքր։ Տեսեք, հիմա ես քանի որ ձեր հարցը նաև կոնկրետ հաշվարկներ է ենթադրում, որովհետեւ մեկ այդ հաշվարկների մասին հստակ չի կարող նշել, որովհետեւ այն ինչ որ կա, ամբողջը տեսական մակարդակում է։ Ես ավելի պրակտիկ օրինակներ բերեմ, որպեսզի մեզ դիտողների համար ավելի ընկալելի լինի։ Թրիփի նշանակության մասին, նայեք, ես չեմ խոսում, որ միլիարդավոր դոլարների եկամուտ է, այդ մասին չեմ խոսում, չկան հաշվարկներ, ինքս էլ մասնագետ չեմ, դա ավելի շատ տնտեսագիտական, բայց եկեք հասկանանք այս նախագծի նշանակությունը ռազմավարական առումով, ինչ է տվել, ինչ խնդիրներ կարող է առաջացնել եւ ինչ արդյունքներ, նոր հնարավորություններ կա։ Եկեք այս դրամաբանությամբ նայենք։ Առաջիկայում արդեն մի քանի շաբաթից կլրանա 1 տարին, երբ որ նախագիծը պաշտոնապես արդեն մտավ օրակարգ։ 1 տարվա ընթացքում մենք փաստացի ունենք հետեւյալ իրավիճակը։ Դա էականորեն բարձրացել է Հայաստանի անվտանգային ուրեմն մակարդակը, որտեղ առնվազն Թուրքիայից, հատկապես Ադրբեջանից, նաև Թուրքիայի աջակցությամբ անվտանգային մարտահրավերները այլևս չկան։ Դա ակնհայտ փաստ է եւ չնայած շատ դանդաղ, բայց մենք գործ ունենք Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ընթացքի հետ եւ նաեւ Թուրքիայի հետ եւս կարգավորման գործընթացի ընթացքի հետ։ Տեսեք, քանի որ աշխարհը փոփոխման աշխարհակարգը փոփոխման ժամանակահատված է ապրում շրջապատում։ Ներկայում շատ դժվար է այսպես երկարաժամկետ կանխատեսումներ անել, որտեղ օրինակ որևէ մեկը չի կարող այսօր օրինակ 10 տարի հետոյի համար կանխատեսում անել, թե աշխարհի համար ընդհանուր եւ թե առանձին տարածաշրջանների մերձավոր արևելքի, հարավային Կովկասի, որովհետեւ քանի դեռ օրինակ բարձ չէ թե Միացյալ Նահանգները Իրան հակամարտությունի վերջում ինչպես է ավարտվելու, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը ինչպես է ավարտվելու, որևէ մեկը հստակ կանխատեսում չի կարող ասել։ Հետևաբար թրիփի մասով էլ մենք պետք է կարճաժամկետ այդ փուլարփուլ ազդեցությունները այս պահին եղած ազդեցությունը միանշանակ դրական է, եւ առաջիկայում էլ process-ները
իրենք, բացի կրկնում, հա, բուն այդպես բովանդական առում այս նախագծը մենք խոսում ենք այս բան գոնե քաղաքական մակարդակում ինչպեսի շոշափելի էֆեկտներ է տվել։ Եթե նախագիծն էլ կայանա, այսինքն ճանապարհները բացվեն, մենք միանշանակ էլի շատ մեծ հեռանկարային առումով միմիայն հնարավորություններ են տալու։ Չնայած ես առանձին խնդիրների մասն եմ խոսում։ Եվ այդ հնարավորություններից ամենակարևորը որոնք են, նախ աշխարհի թիվ 1 գերտերության ներկայությունը այս տարածաշրջանում Միացյալ Նահանգները, դա մենք տեսնում ենք այնուամենայնիվ, որքան էլ փոփոխում է աշխարհակարգը, բայց աշխարհում հարցեր լուծող հիմնական դերակատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Եվ մենք տեսանք, որ անցյալ տարիների ընթացքում օրինակ թուլացավ Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, Թուրքիան բավականաչափ ակտիվացավ, Եվրոպական միությունը ակտիվացավ, այստեղ բալանսավորողը Իրանի հետ կապված որոշակի հարցեր կան։ Հիմնական բալանսավորող խաղացողը կարող է լինել Միացյալ Նահանգները։ Իհարկե, հիմա գանք արդեն խնդիրներից։ Միացյալ Նահանգների ակտիվացումը այստեղ որոշակի առումով խնդրահարույց է Իրանի եւ ուրեմն Ռուսաստանի տեսանկյունից։ Բայց երկու երկրներն էլ մեծ հաշվով այս պահին չունեն այնպիսի ազդեցություն, որը կարողանան դիմակայել Միացյալ Նահանգներին։ Դա համար մեկը մյուսի վրա գցելով, այսպես փոխանցումներով, պասերով, ինչպես ֆուտբոլում են ասում, յուրաքանչյուրը փորձում են մյուսին, Ռուսաստանը փորձում է Իրանի շահերը օրակարգ բերելով նշել, որ առանց Իրանի շահերը աշխարհում այդ նախագիծը չի կարող լինի։ Իրանը երբեմն Ռուսաստանի շահերի մասին է խոսում։ Ռուսաստանը նաև իր եւ Հայաստանի հարաբերություններն է մեջ բերում, մենք որ Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամ է, օրինակ որ Իրանի սահմանը մասնակիորեն պահում են նաև անվտանգությունը ռուս սահմանապահները, նաև այն որ Հայաստանի երկաթգծի կառավարումը ռուսական ընկերության է պատկանում, բայց Միացյալ Նահանգների ներգրավվածության դեմ ուղիղ որպես այդպես են թիրախավորում այս բանը չկա, չնայած որ իրանական կողմից երբեմն քարոզչական մակարդակում ազդակներ լինում են։ Այնպես որ այս առումով իրավիճակը կառավարելի է եւ մենք տեսնում ենք, որ գոնե մինչև Իրան Միացյալ Նահանգներից հակամարտության սրումը կար շատ ավելի մեծ հետաքրքրություն, դրանով հետաքրքրված են կենտրոնասիական երկրները, հատկապես Ղազախստանը, Մերձավոր Արևելքի երկրները, Եվրոպական միության երկրներ, եւ եթե իրավիճակը այնպես լինի, որ ուրեմն Իրան Միացյալ Նահանգներ հակամարտությունը հանգուցալուծվի, ես վստահ եմ, որ հետաքրքրությունը այս նախագծի նկատմամբ մեծանալու է, բավականաչափ մեծ մրցակցություն է այստեղ լինելու տարբեր ենթակառուցվածքներում ներգրավվելու համար, իսկ սա էլ իր հերթին ունենալու է շատ դրական եւ բազմաշերտ դրական էֆեկտ Հայաստանի համար, դա տնտեսական ներդրումներ են եւ դրա հետ փոխկապակցված արդեն անվտանգային մակարդակի բարելավումը, որտեղ ինչքան շատ տնտեսական շահեր լինեն այստեղ, բնականաբար այնքան ուրեմն օտար ուժերի կամ այստեղ կոնֆլիկտային իրավիճակ հրահարելու հնարավորությունները նվազագույն կլինեն։ Եվ իհարկե ավելի լայն իմաստով հաստատի հնարավորություններ կստեղծվեն արդեն Իրան, Հայաստան երկաթգծի կապի ապահովման եւ Հայաստանի միջոցով, Իրանի միջոցով նաեւ Հայաստանի ուրեմն երկաթուղային գծով երբ դեպի ուրեմն Մերձավոր Արևելք եւ նաեւ այո ծովային հատվածներ եւ Իրանի նավահանգիստներ եւ հակառակը Իրանի կողմից Հայաստանի տարածքով դեպի Սևծով եւ եվրոպական ուղղությամբ եւ իհարկե որը ոչ պակաս կարեւոր է մեծ հաշվով կարող է տարածաշրջանի ապաշրջափակման արդյունքում նաեւ Հայաստան, Թուրքիա եւ Եվրոպա նաեւ երկաթգծային կապը եւս վերականգնվել, որը եւս մեծ առավելություններ կարող է բերել Հայաստանը։ Կրկնում եմ, լինելու են դրան դեմ դերակատարներ, բայց այս պահի իրավիճակը հաշվի առնելով այդ դերակատարները չունեն այնպիսի ներուժ, որպեսզի ազդեն այս process-ի գործընթացի նախագծի ուրեմն իրականացման վրա։ Եվ այսպես անփոփոխ ձեզ մի հարց տամ, ցանկանայի նշեք այս բոլոր զարգացումների ֆոնին Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը հենց որն է եւ ինչ պետք է անենք այդ մարտահրավերի դեպքում մեր ազգային հենց շահերը պաշտպանելու համար։ Հայաստանի համար ամենալուրջ մարտահրավերը
տարբեր արտաքին հնարավոր ազդեցությունները կառավարելն է եւ որևէ կերպ թույլ չտալն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքը վերածվի աշխարհաքաղաքական լուրջ դիմակայության թատերաբեմի։ Սա ամենակարևոր հանգամանքն է։ Թրիպի մասին ենք խոսեցինք, որտեղ թրիպը օրինակ հենց այսպես ասեմ նման ներուժ ունի։ Ես նշեցի, որ թրիպի հետ կապված կան տարբեր տարաձայնություններ, Իրանի Ռուսաստանի տարաձայնությունները ուրեմն Միացյալ Նահանգների հետ։ Այս իրավիճակը կառավարելը ամենակարևորն է։ Մյուսը մենք տեսանք օրինակ, որ ընտրական գործընթացին փորձեր արում արտաքին միջամտություններ, ընդ որում երկու առումով, ելեր չեմ ուզում միայն Ռուսաստանի մասին խոսել, Արևմուտքի մասին չխոսել։ Օբյեկտիվ պետք է նայենք Արևմուտքը ուներ իր նախընտրած քաղաքական ուժերին, Ռուսաստանն ուներ իր նախընտրած քաղաքական ուժերին։ Բայց շատ լավ է, որ այսպես երկում քաղաքական հիմնական դերակատարների գիտակցմամբ այստեղ ներքաղաքական խորը պրոցեսներ տեղի չունեցան։ Եվ այս պահին եւս ներքրի ներսում իրավիճակը կառավարել է։ Հիմա արդեն հարցը պետք է լինի այլ մակարդակում արտաքին դերակատարների պարագայում էլ իրավիճակը կառավարելը։ Նույնիսկ Իրան Միացյալ Նահանգներ այս ակտիվ հակամարտության պարագայում էլ այնպես անել, որպեսզի որևէ խնդիր չառաջացնի Հայաստանի համար, Հայաստանի արտաքին կապի համար, Հայաստան-Իրան հարաբերությունների համար, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների համար, կառավարել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ կարևոր է։ Իսկ մենք տեսնենք, որ Ռուսաստանը բավականաչափ զգայուն է տարբեր գործիքներով փորձում էր ազդել Հայաստանի ներքին պրոցեսների համար, տնտեսական պատժամիջոցներ, քաղաքական հարաբերությունների լարվածություն, սա եւս պետք է կառավարել։ Այսինքն Հայաստանի քանի էլի գամ նրան, որ աշխարհը նման զգայուն շրջափակում է, Հայաստանի համար թիվ 1 խնդիրը իր անվտանգային հարցերը կառավարելն է։ Եթե դա թրիպ նախագծի միջոցով է, ապա թրիպ նախագծի, եթե Ադրբեջանի հետ երկխոսելու միջոցով է, ապա այդ եղանակով, Թուրքիայի հետ երկխոսելու միջոցով է, այդ եղանակով, եթե Ռուսաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելով է այդ եղանակով, Իրանի հետ անընդհատ երկխոսություն ունենալով է այդ եղանակով, Արևմուտքի հետ այդ հետաքրքրությունները անընդհատ օրակարգում պահելով է նույն դարձյալ այդ եղանակով։ Եվ դրան գումարած նաև նոր գործընկերները այս դիվերսիֆիկացման քաղաքականությունը պետք է շարունակվի, կարծում եմ արևելյան ուղղությամբ եւս Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, այսինքն այդ հեռավոր արևելքի երկրների հետ եւս պետք է բոլոր ուղղություններով օգտվելով իրավիճակի զարգացման հարաբերությունները, որտեղ միշտ նման իրավիճակները եւ առաջացնում են մարտահրավերներ եւ տալիս են հնարավորություններ։ Ճկուն գտնվելու դեպքում վստահաբար կարելի է որոշակի օգուտ ունենալ նման process-ներում։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեր շատ հարցազրույցի համար։ Միշտ ձերպես փորձագետների կարծիքը լսելը շատ կարևոր է, թե հասարակության տեսանկյունից, թե հասարակությունից դեպի կառավարություն ձեն փոխանցելու, ձեր նկատառումները փոխանցելու տեսանկյունից շատ շնորհակալ ենք։ Ձեր շնորհակալություն հնարավորության համար եւ ուրեմն կարծիքի համար միշտ պատրաստ եմ։